Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը։ Այս մասին X միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևանը բարձր է գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլ երկրների գործադրած միջնորդական ջանքերը։ Հույս ունենք այս իրադարձությունը ճանապարհ կհարթի դեպի համապարփակ և տևական խաղաղություն ողջ Մերձավոր Արևելքում, ասվում է գրառման մեջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփման հարցով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի վերջում հայտարարել է, ինչպես են բաշխվում պատգամավորական մանդատները քաղաքական ուժերի միջև։ Խորհրդարան ձևավորող 3 քաղաքական ուժերի մանդատներն ունեն հետևյալ պատկերը. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 64 մանդատ, Ուժեղ Հայաստան դաշինք 29 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Ռոբերտ Քոչարյանը Զվարթնոց օդանավակայանով փորձել է դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից։ Իրավապահները սակայն նրան թույլ չեն տվել։ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը լրատվամիջոցներին հայտնել է, թե հայրը պատրաստվում էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն անձնական նպատակներով։ Սոցիալական ցանցերում հրապարակվել են լուսանկարները և տեսանյութ, թե ինչպես է Քոչարյանը փորձում հատել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Օրեր առաջ էլ իրավապահները թույլ չէին տվել, որ Հայաստանի սահմանը հատի Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Ուժեղ Հայաստան կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ թույլ չի տալու, որ եռագլուխ կուսակցության առաջնորդները փախչեն Հայաստանից։ Ըստ վարչապետի նրանք երկար տարիներ պետք է անցկացնեն Հայաստանի բանտերում։ Եռագլուխ մաֆիան ոչինչ, բացարձակապես ոչինչ անել չի կարող մի պարզ պատճառով։ Նա չունի և չի ունենալու և չի ունեցել ժողովրդի աջակցությունը։ Ընդհակառակը ժողովուրդը հստակ պահանջում է ծնկի բերել, կործանել եռագլուխ մաֆիային և դա անխուսափելիորեն պետք է տեղի ունենա։ Եվ ի դեպ, այս խմբակից չենք մոռացել և չենք մոռանալու Կալուգացու հիմնական մարիոնետավարին Սերժին, այնպես որ ափալ-թափալ մի հավաքեք ձեր ճամպրուկները։ Ես դեռ քարոզարշավի ժամանակ եմ ասել, դուք երազելու եք Հայաստանից փախչելու հնարավորության մասին ու չեք ունենալու այդ հնարավորությունը։ Իսկ ժողովրդին դիմելով ասում եմ բարի գիշեր, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ և ներկայացուցիչներ։ Եվրամիության գործընկերները շնորհավորել են նախարար Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների և քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընդգծվել է Եվրամիության և անդամ երկրների աջակցությունը Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման, եվրոպական ինտեգրման առաջ մղման գործում քաղաքական հանձնառությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումները նախընտրական և հետընտրական շրջանում, ընդգծելով այն, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ վերահաստատեցին իրենց կամքը ապրելու խաղաղության մեջ և պաշտպանելու անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիությունը, բարգավաճման ընտրված ուղին, ինչպես նաև Հայաստանի եվրոպական հեռանկարների նկատմամբ ձգտումները։ Նախարար Միրզոյանը նշել է հանգամանքը, որ ընտրություններից հետո առաջին այցը տեղի է ունենում Եվրամիության հետ այս ձևաչափի քննարկման նպատակով, միտված Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության առավել խորացմանը, վկայում է երկուստեք առկա հանձնառության մասին։
Եվ շարունակելով թեման, Եվրամիության ընդլայնման հարցերով նախարար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան։ Կոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում, ներկայացնելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ մանրամասներ։ Կոսը գրել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվացնել ճնշումը Հայաստանի վրա, փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրություններից, որը կայացրել է Հայաստանի ժողովուրդը վերջին ընտրություններում։ Նա հայտնել է, որ հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոսը նշել է, որ հունիսի 15-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը Եվրամիության անդամ երկրները կքննարկեն, թե ինչպես Եվրամիությունը կարող է շարունակել աջակցությունը Հայաստանին, ցույց տալով իր համերաշխությունը։ Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք եւ Հայաստանի համար ավելի հեշտ կդարձնենք իր հարևանների եւ Եվրոպայի հետ առևտուրը։ Ես հուլիսի 5-ին կմեկնեմ Երևան առաջ մղելու կոնկրետ քայլեր, գրել է Մարթա Կոսը։ Գանք Երևան։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու։ Այդ իսկ պատճառով քաղաքացիներին առաջարկվում են այլընտրանքային ուղեգծեր։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ի ցույց են դնում Երևանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը եւ տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաեւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Կալասը հայտնել է, որ Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները շնորհավորել են Հայաստանին հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու ժողովրդավարական ինքնիշխան իրավունքը իրացնելու առթիվ։ Այդ քվեարկությունն ի ցույց դրեց Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը եւ տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաեւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին, հայտնել է Կայա Կալասը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականին Ադրբեջանի հետ արձանագրված խաղաղության փաստը 2026 թվականին լեգիտիմություն է ստացել խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովրդի կատարած ընտրությամբ եւ քվեարկությամբ։ Այս մասին վարչապետն ասաց ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։ Ուզում եմ հիշեցնել, որ հենց 2025 թվականին էր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարեցին երկու երկրների միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծի բանակցությունների ավարտը համաձայնագրի նախագծի համաձայնեցմամբ։ Սա իսկապես կարևորագույն իրադարձություն էր եւ այս իրադարձությունն է, որ հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում նախագահ Տրամպի մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ Եվ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ 2025 թվականը այն տարին է, որտեղ մենք լիարժեք արձանագրեցինք, որ ունենք խաղաղություն, ունենք հաստատված խաղաղություն եւ ըստ էության ունենք հակամարտության ավարտ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Պիտի արձանագրենք, որ 2026 թվականին այդ փաստը լեգիտիմություն ստացավ եւ վերաարձանագրվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությամբ եւ քվեարկությամբ, որովհետեւ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, ինչը նշանակում է, որ մենք 2025 թվականը ըստ էության համարելով հեղափոխական կառավարման լավագույն տարին կարող ենք արձանագրել, որ սրանից հետո մեզ սպասում են ամեն տարի պետքա լինի հետ հեղափոխական կառավարման լավագույն տարին, այդ թվում օրինակ բյուջետային
հոսքերի տրամաբանության մեջ։ Ես առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասելու, որ արդեն 2026 թվականի պետական բյուջեի պարամետրերը մեզ տալիս են լավատեսություն, որ 2026 թվականին մեր պլանավորած եկամուտները մենք էականորեն գերակատարելու ենք, եւ սա իհարկե առաջին հերթին կապված է 2025 թվականին մեր արձանագրած տնտեսական ցուցանիշների հետ։ Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 2%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը 0,5%-ային կետով։ Այս մասին ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով տնտեսական դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշներում, ուղեկցվելով եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։ Հովհաննիսյանի գնահատմամբ ընթացիկ դրական զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ աղքատության եւ անհավասարության նվազման միտումները կշարունակվեն։ Տնտեսական այս դրական զարգացումներն արտացոլվել են նաև աղքատության ցուցանիշում։ Մասնավորապես 2024 թվականին գրանցվել է վերջինիս 2%-ային կետով նվազում։ Զուգահեռաբար ուղեկցվելով նաև եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։ Ծայրահեղ աղքատությունը նվազել է 0,5%-ային կետով։ 2021 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 4,8%-ային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը 0,9%-ային կետով։ Ըստ այդմ ընթացիկ դրական զարգացումները հնարավորություն են տալիս ենթադրել, որ աղքատության անհավասարության նվազման միտումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մեր իրականացած քաղաքականությունները, այդ թվում առողջության համընդհանուր ապահովագրությունը, կենսաթոշակների բարձրացումը, մարդկային կապիտալի զարգացմանը եւ տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանը ուղղված միջոցառումները ոչ միայն դրական նպաստ կբերեն անհավասարության հաղթահարման գործընթացին, այլ նաեւ կբարձրացնեն հասարակության ընդհանուր բարեկեցությունը։ Վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը կփոփոխվի։ Այդ մասին ազգային ժողովի հունիսի 16-ի նիստին ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։ Նախարարը հիշեցրեց, այս պահի դրությամբ առաջարկվում է վարորդական իրավունքը վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու միջոցով։ Նախարարն ընդգծեց, նախագիծն ունի անցումային դրույթ, որը վերաբերվում 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձանց մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելու պահը զրկվածներին, որոնք կկարողանան դիմել եւ վերականգնել իրենց վարորդական իրավունքը։ Օրակարգային այս հարցով ձեր քննարկմանն է ներկայացված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը միտված է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխությանը։ Պիտի փաստեն, որ բավական երկար ժամանակահատված մեր քաղաքացիները անընդհատ բարձրաձայնել են այս հարցը եւ խնդրել դիտարկել մոդելի փոփոխության հարցը, այդ թվում քննարկում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ եւ պիտի փաստեն, որ մենք փորձել ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորինս բալանսավորված լուծում առաջարկել մոդելի փոփոխության տեսանկյունից։ Այս պայծրությամբ ինչ ունենք եւ ինչ մոդել ենք առաջարկում, այս պայծրությամբ վարորդական իրավունքը հնարավոր է վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու պայմաններում, բայց պիտի նշենք, որ միջազգային պրակտիկայում տարբեր օրինակներ կան, այդ թվում վարորդական իրավունքից զրկված անձանց համար վերապատրաստումներ կազմակերպելու օրինակը, փորձաշրջան տրամադրելու հնարավորությունը սահմանափակ հնարավորություններով, ալկոփականների տեղադրման հետ կապված տարբեր լուծումներ եւ այսպես շարունակ։ Եվ ի վերջո մեր քննարկումներում կանգ ենք առել հետեւյալ մոդելային լուծման վրա։ Զրկման ժամանակահատվածը անցնելուց հետո, այսինքն որպես կանոն այն 1 տարին է, բացառիկ դեպքերում այն 2 տարին է, զրկման ժամկետը անցնելուց հետո անձը պիտի վճարի պետական տուր 50,000 դրամի չափով, այնուհետև սահմանվում է 1 տարի ժամկետով փորձաշրջան անձի համար եւ 1 տարի փորձաշրջանի շրջանակներում անձին տրվում է 6 բալային միավոր, այսինքն սահմանափակ բալային միավորներ ենք տրամադրում փորձաշրջանի ընթացքում, որպեսզի անձը ցույց տա, որ իր վարքագիծը փոփոխվել է եւ կարող է վերադառնալ տրամաբանական երթևեկության շրջանակ, այսպես ձևակերպեմ, եւ եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է անցնում, ապա հաջորդ տարվա կտրվածքով վերականգնում ենք 13 բալի հնարավորությունը անձի համար։
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքի։ Այս մասին ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով հավաստագիր ստացած ընտանիքներում ներառված է 26432 մարդ։ Այդ ընտանիքներից ավելի քան 2970-ը, շուրջ 13400 մարդ արդեն գնել են իրենց տունը կամ բնակարանը։ 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակներում հավաստագիր է տրամադրվել 6444 ընտանիքների, որոնցում ներառված են 26432 մարդ։ Ընտանիքներից ավելի քան 2970-ը կամ 13,400 մարդն արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը։ Կառավարության աջակցության շրջանակներում տեղահանված մեր հայրենակիցների գնաց բնակարանների արժեքը կազմում է շուրջ 48 միլիարդ դրամ։ Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ ֆինանսավորող առևտրային բանկերին վարկերի վերադարձը եւ դրանց սպասարկման տոկոսային ծախսերը կատարվելու են առաջիկա տարիներին բյուջետային միջոցներով, ապա այդ աջակցության շրջանակում կառավարության ստանձնած պարտավորությունների գումարը արդեն իսկ 85 միլիարդ դրամ է։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ամփոփել է Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները, անդրադարձ կատարելով նաեւ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանում անցյալ շաբաթ տեղի ունեցած ընտրությունները հստակ ուղեր ցղեցին, հայ ժողովուրդը քվեարկեց խաղաղության, ինքնիշխանության եւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի օգտին։ Ռուսաստանի ուժեղ ճնշումը եւ տնտեսական հարկադրանքը չազդեցին քվեարկության վրա։ Նախարարները քննարկեցին, թե ինչպես կարող են հետագայում ամրապնդել Հայաստանի դիմադրողականությունը եւ տնտեսական դիվերսիֆիկացիան։ Facebook-ի իր էջում գրել է Կալասը։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում քննարկման էր մասնակցել Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ 300,000 ադրբեջանցիների թեման ֆեյք մտածածին Հորինովի թեմա է։ Նման բան չի եղել, չկա եւ չի լինելու։ Նաեւ բացատրել եմ, թե ինչու։ Այդ մասին ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե քարոզարշավի ժամանակ մանիպուլյատիվ սուտը մեծ տեղ էր զբաղեցնում։ Նախընտրական շրջանում եմ ասել, հիմա էլ վերահաստատում եմ, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման դա ֆեյք մտածածին Հորինովի թեմա է եւ նման բան չի եղել, չկա եւ չի լինելու եւ նաեւ բացատրել եմ թե ինչու եւ ընդհակառակը կարծում եմ որ մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ ովքեր սուտը տարածել են Եվ ելի եմ ուզում ասել, որ նման թեմա ընդհանրապես թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում։ Այսինքն, եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ կարող են ձևավորվել Բայց խաղաղության օրակարգը եւ խաղաղությունը թեմաները, բոլոր թեմաները փակում է եւ փակել է եւ սրանում է իրողություն։ Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, այո, ակնհայտ է, որ լայնածավալ ընտրակաշառքներ են բաժանվել եւ ակնհայտ է նաեւ, որ առաջին անգամ մեր պետությունը այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ եւ առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է։ Այս շատ կարևոր է, որովհետև նախկինում երբեք չի եղել դեպք, երբ որ այս ծավալով ընտրակաշառք բաժանվի եւ ժողովրդի ձայնը արտահայտվի։ Սա մի կողմից ցույց է տալիս մեր պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեռ պետք է շարունակել։ Եվ ելի ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը Այսօր
այդ փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն եւ հատ պետք է իրանց ուղղակի արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ինչի մասին ես նախընտրական շրջանում էլ խոսել եմ եւ այդ խոսույթը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությունը։ Ուրիշ բան եմ ես ուզում ձեզ ասել, ես վիճակագրություն վերցրի ցավալիորեն 2021 թվականից հետո ընտրակաշարքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված ոչ մի մարդ այսօր բանտում չի։ Եվ սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետքա տա։ Փաշինյանը նաև անդրադարձավ Հայաստանի Հանրապետության սպառնալիքներին երկրի ներսում եւ մատնացույց անելով քաղաքական ուժերի եւ առաջնորդների հավելեց, որ ջախջախելու է, իսկ նրանք, ովքեր համաձայն չեն, վարչապետը կոչ արեց հեղափոխություն անել։ Հայաստանի Հանրապետությունը պետքա ինքը իրեն պաշտպանելու լծակներ գտնի։ Դա լրտեսական ցանց է, որը աշխատել է, ընդ որում դե ֆակտո եւ դե յուրե լրտեսական ցանց է։ Եվ այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի, դրանց պետք է անել արմատախիլ, շատ կոնկրետ ձևերով։ Հակառակ դեպքում, այո, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմը վերստեղծելու համար։ Մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի։ Կարճ ասած, էլի հարցը է սա։ Հիմա այդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելու են, թե չեն շարունակելու։ Իրան այն ուժը, որը գալիս ասում է, նախընտրական շրջանում ասում է, մենք 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվենք, ըստ էության նա հարևաններին պատերազմը հայտարարել արդեն։ Հարևաններին պատերազմը հայտարարել։ Ընդ որում անորոշ հարևանների անորոշ այսինքն տեղի ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն դուք այսինքն համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշարքով երկիրը բերեն դնեն բանի տակ, հարվածի տակ։ Ու ասենք Հայաստանի որևէ մեկ ուզում է չքմեղանա, բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ազգային ժողովի գաղտնի բաները, արձանագրությունները փողով դուրս է տալիս, եւ որևէ մեկը պետքա չքմեղանա։ Ու սա ընտրություն չի, սա երեխաների ոչ, սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է, եւ երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետքա ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն։ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջախջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ 24 թվին ոնց ասացի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի, կոչ եմ ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց։ Ես եմ կոչ անում։ Ասում եմ կալուգացի օլիգարխ Ռոբերտ Քոչարյան, բան, այն մեկը, բելարուսացի, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ, ու իրանց շոշափուկների եւ մետաստազներին, ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով, ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Ազգային ժողովում էր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Գևորգյանի խոսքով Հայաստանում խաղային ոլորտն էական փոփոխություններ է կրում։ Հասանելի են դարձել բջջային հավելվածներ, ինտերնետ կայքեր, որոնց միջոցով խաղադրույք կատարելը եւ ինտերնետ շահումով խաղերի մասնակցելը դարձրել են ծայրաստիճան հասանելի։ Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի գործող օրենսդրությամբ հնարավորություն կա ինտերնետ տարածքում կիրառել որոշակի արգելափակումներ, սակայն այդ արգելափակումների կիրառումը բավականաչափ արդյունավետ չէ, քանի որ կան շրջանցման մեխանիզմներ։ Գործող սահմանափակումները ըստ էության այնպես է ստացվել, որ շատ պատշաճ ձևի կամ
հիմնականում պատշաճ ձևի կիրառվում են նաև մեր հսկողության արդյունքում լիցենզավորված օպերատորների կողմից, այսինքն լիցենզավորված խաղատների, on-line կայքերի եւ այլ մասնակիցների կողմից, սակայն քանի որ ինտերնետը Հայաստանում բավականին բաց է եւ գրեթե սահմանափակումներ մենք ինտերնետ դաշտում չունենք, ստացվել է այնպես, որ մի շարք ապօրինի խաղատներ, on-line խաղատներ, որոնք Հայաստանում լիցենզավորված չեն, միգուցե ունեն լիցենզիա այլ երկրներում, սակայն Հայաստանի օրենսդրության շրջանակներում որևէ գործընթաց չեն անցել, իրենց ծառայություններն են առաջարկում եւ մատուցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ընդ որում ունենք դեպքեր, երբ այդ ծառայությունները ոչ թե ուղղակի իրենց այլ երկրի կայքերով, այլ լեզուներով են առաջարկում, այլ հենց հայերեն լեզվով։ Այսինքն թիրախավորված հենց հայկական շուկայի համար այդ միևնույն ժամանակ չունենալով որևէ լիցենզիա, չվճարելով Հայաստանում որևէ տեսակի հարկեր, պետական տուրքեր, սահմանված այլ վճարներ։ Այս ամենը կարգավորելու հետ կապված իհարկե օրենսդիրը նախկինում էլ փորձել է մի շարք կարգավորումներ ներդնել եւ գործադիրը փորձել է այդ կարգավորումները կիրառել, բայց մեր համոզմամբ այդ կարգավորումները բավականաչափ արդյունավետ չեն։ Մասնավորապես գործող օրենսդրությամբ հնարավորություն կա ինտերնետ տարածքում կիրառել որոշակի արգելափակումներ, սակայն այդ արգելափակումների կիրառումը նախ ինքնին բավականաչափ արդյունավետ չէ, որովհետև կան տարբեր շրջանցման մեխանիզմներ, VPN-ների մասին բոլորս տեղյակ ենք, բայց բացի դրանից նաև մեր բյուրոկրատական գործընթացը, որը նկարագրված է օրենքով, բավականին դանդաղկոտ է եւ ժամանակատար։ Արդյունքում, մինչև մենք գործընթաց եք իրականացնում, օրինակ 50 կայք արգելափակելու համար, այդ գործընթացի ավարտին արդեն համապատասխան կազմակերպությունները ստեղծած են ևս 50 կայք, որը նույն գործընթացով պետք է անցնել։ Ընտրություններն անցել են արդար և թափանցիկ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները։ Դրանից հետո բոլոր կողմերը, թե քաղաքական ուժերը, թե անկախ դիտորդական կազմակերպությունները իրավունք ունեն համապատասխան իրավական գործընթացներ անելու բողոքարկելու տեսանկյունից։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանը։ Իսկ ընտրակաշարք բաժանած ուժերի ճակատագրի մասին հարցին Արտուր Հովհաննիսյանը պատասխանեց. դրա վերաբերյալ արդեն կան քննարկումներ։ Անցել են արդար եւ թափանցիկ ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է ընտրության վերջնական արդյունքները, ըստ այդմ ուրեմն դրանից հետո իհարկե բոլոր կողմերը, թե քաղաքական ուժերը, թե նաև անկախ դիտորդական կազմակերպություններն իրավունք ունեն համապատասխան իրավական գործընթացներն անել բողոքարկելու տեսանկյունից, դրա համար կա բարձր դատարան, սահմանադրական դատարանը եւ բոլորն ազատ են դիմելու սահմանադրական դատարան։ Իմ մեկնաբանությունը, քաղաքական մեկնաբանությունն այն մասին է, որ ես չեմ տեսնում որևէ հիմք ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ։ Մենք արդեն ունենք քննարկումներ այդ իմաստով եւ պարզ է, որ այն մարդիկ, որոնք այս պահին մեղադրյալի կարգավիճակում են, իրենք իրենց գրպանի փողը չեն բաժանել, իրանք իրար մեջ չեն այդ փողերը բաժանել, պարզ է, որ պետքա գնանք եւ հասնենք գլուխներին եւ այստեղ գործել է հանցավոր սխեմա, որը ամբողջ Հայաստանի տարածքով են ուրեմն փորձել գործարկել, ինչի արդյունքում էլ նաեւ ստացել են այսքան ձայն։ Ես ցավում եմ սրա համար, որ տրվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրակաշառքներին եւ ընտրակաշառքի բերումով եւ այլ ուրեմն հանցավոր ներգործությունների բերումով գնացել են տեղամասեր եւ իրենց քվեն տվել են ուրեմն պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներին, բոլորը պետքա պատասխան տան օրենքի առաջ եւ խոսքը ելի եմ կրկնում չի կարող վերաբերել միայն այն մարդկանց, ովքեր, այսպես ասած, գործի վրա բռնվել են։ Պետք է ավելի խորը քննություն իրականացվի, հանցավոր սխեման ամբողջությամբ պարզվի եւ բացահայտվեն պատվիրատուները, գլուխները, այն մարդիկ, ում գրպանից այդ փողը գնացել է ներողությունս արտահայտությանս այդ տասովշիկներին, ովքեր որ արդեն հողի վրա իրականացրել են այդ հանցավոր գործունեությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած դատախազության միջնորդությունը։ Նա զրկվել է անձեռնմխելիությունից։ Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն դիմել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ բաժանել է ընտրակաշառք։ Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցության նոր ծրագիր ընդունեց ջերմատնային տնտեսություններով զբաղվող շահառուների համար։ Նախագիծն ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 18-ի նիստում։ Նախագծի զեկուցող Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնելով ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու հարցը, նշեց, որ նախագծի քննարկումը պայմանավորված է Հայաստանում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով տնտեսվարողներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությամբ։ Նախագծի մշակումը եւ իհարկե ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար Ռոսիխոզնազորի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնություն տրամադրելու անհրաժեշտությամբ ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր եւ 91.5 հեկտար տարածքով ջերմատնային տնտեսություններ են հիմնվել կամ հիմնվում, դրանցից 34.5 հեկտարը արդեն իսկ հիմնվել է եւ այս տարի արտադրանք է թողարկել։ Նախագծով առաջարկվում է, որ այս 34.5 հեկտարի համար ծրագրի շրջանակում այդ ջերմատնային շահառուների համար հուլիսի ուրեմն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրականացված մոնիտորինգի արդյունքներով, եթե ջերմատունը կառուցվել է եւ 26 թվականի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրել, վաճառել է, վարկի մարման համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով եւ սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի եւ տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար։ Շարունակելով ջերմատնային տնտեսություններով զբաղվող շահառուների համար աջակցության նոր ծրագրի թեման, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին, եւ այն ապրանքները, որոնք ստանդարտներին համապատասխանում են, միանշանակ, շարունակաբար եւ աներկբա ստանալու են աջակցություն, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը։ Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակում մեր տնտեսությունը ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս եւ մենք ուզում ենք այս եւ նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել եւ նաեւ մենք շարունակում ենք մոնիտորինգը, որովհետեւ հիմա ըստ էության ինչ ենք ասում մենք այս ծրագրի շահառուներին, որովհետեւ հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։ Մենք հիմա գործնականում կառավարությունը ասում է հետեւյալը, որ հարգելի տնտեսվարողներ առաջիկա 6 ամիսների ընթացքում կամ 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար բացել ենք, գնացեք հանգիստ այդտեղ նոր շուկաներին հարմարվեք եւ սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ես կարծում եմ, սա լավ եւ փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար, բայց նաեւ ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք տեսնել, թե այլ որտեղ ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովեցնող է համարում այն փաստը, որ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործելով մեղադրյալներից որևէ մեկը չի կրել ազատազրկման պատիժ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ ընտրակաշառք բաժանելու քրեական գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է։ Ընտրակաշառքով գործեր են, քրեական գործեր են նախատեսված, հարուցված
Եվ ես էլի ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ նա 21 թվականից հետո ընտրակաշարքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկը այս պայդրության բանտում չի, իսկ բանտել չեն էլ նստել։ Ես ասում եմ, որ բոլորը պետքա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը անցկացնեն բանտում։ Հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշարք բաժանողներին։ Չի կարող այդպիսի բան լինել, եւ մենք նախորդող շրջանին էլ պետք է անդրադառնանք, ինչի է տենց եղել։ Պետք է ի վերջո մենք չենք էլ հետաքրքրվել միջև այս պահը այդ թեմայով, բայց հիմա դա արդեն քաղաքական հարց է։ Պետք է հասկանանք ով, ում, ինչի համար, ինչա գործը կարճել, ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել, ինչի ազատազրկման չեն դատապարտվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են։ Հարցին, թե արդյոք դրանք լեգիտիմ չեն ընդդիմադիր քաղաքական ուժերի արձանագրած արդյունքների մասով, Փաշինյանը նշեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կամքը արտահայտելու հնարավորություն է ունեցել։ Մենք ընտրությունների արդյունքներից չենք դժգոհ։ Մենք դժգոհ ենք, որ մեր պետությունը դեռ այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշարքներ բաժանելու։ Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ընտրությունների արդյունքները, մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, անխոցելիորեն, եւ ընտրությունների արդյունքներն էլ առնվազն այս մասով արտահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման գործընթաց սկսելու մասին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը անդրադարձել է այս հարցին եւ նաեւ խոսել է թրիփի մասին, հայտարարելով, որ Երևանն ու Վաշինգտոնը տրամադրված են արագ առաջ շարժվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ միջազգային բարգավաճման նախագծի կյանքի կոչման ուղղությամբ։ Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբում վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այսինքն այդ ուժերը համախմբվելու ինչ է, այդ ուժերը նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, այսինքն դա այդ ինչ նորություն է, ակնհայտ փաստ է դա։ Ինչ վերաբերվում է թրիփին, վերջերս, եթե չեմ սխալվում, նաև Միացյալ Նահանգներում որոշում կայացեց, ինչի եմ ասում, որովհետև քարոզչության արձակուրդում լինելու բերումով ինչ որ բաներ գուցե բաց եմ թողել կամ այդքան էլ դիպուկ չեմ հասկացել, բայց Միացյալ Նահանգները արդեն ֆինանսավորման վերաբերյալ առնվազն նախնական որոշում են կայացրել եւ ֆոնդ են ստեղծել, որով պետքա ֆինանսավորեն թրիփ նախագիծը այդ թվում եւ տարածաշրջանային մյուս նախագծերը, ընդ որում մեծ ֆոնդ էր հատկացված, հիմա թիվը չասեմ սխալվելու համար, չսխալվելու համար, բայց մեծ ֆոնդի հատկացումը արդեն արվել, իսկ մնացած մասով էլ Հայաստանի Հանրապետությունը ինչ պարտավորություններ ունի, բնականաբար կկատարի։ Հիմա արագ, այսինքն թուղթը ստորագրվեց, հիմա վավերացման փուլն է, բայց ֆորմալություններին մենք պետքա չսպասենք, մենք պետքա հնարավորինս արագ գնանք առաջ եւ դա է եւ մեր եւ Միացյալ Նահանգների տրամադրությունն ու տրամադրվածությունը։ Եվ քանզի խոսեցինք ուժեղ Հայաստան կուսակցությունից, ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ բարոյական առումով ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները։ Այս մասին մի քանի խմբագիրների տված հարցազրույցում նշեց ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Անդրադառնալով մանդատները վերցնելու կամ չվերցնելու խնդրին, ուժեղ Հայաստանի ղեկավարն ասաց. «Մենք ուզում ենք բաց, թափանցիկ շփվենք ժողովրդի հետ, բացատրենք վերցնելու պլյուսներն էլ, մինուսներն էլ եւ հասկանանք վերցնելով ենք մենք կարողանում շուտ հեռացնենք Փաշինյանին իր պաշտոնից, թե չվերցնելով»։ Կարապետյանը նաև նշեց, որ բոլոր ընդդիմադիր ուժերով հանրահավաք է նախապատրաստվում։ Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, ամենաբարոյական կողմից անբարոյական կազմակերպված ընտրությունները եւ մեր ժողովուրդը կարելի ասել հերթական անգամ ինձ թվում է դեռ ժամանակավոր, բայց կրեց պարտություն, քանի որ այս իշխանավորները աշխարհին ցույց տվեցին, թե ինչպես չպետք է կազմակերպել ընտրությունները։
ամբողջությամբ տապալեցին նախընտրական պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին ընտրության օրը կազմակերպված պրոցեսները, ամբողջությամբ տապալեցին հաշվարկը։ Բոլորս տեսանք, որ առաջի անգամ աշխարհում հաշվարկի ժամանակ կանգնեցրեցին հաշվարկի պրոցեսը, այն էլ մի քանի ժամով, դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկը արել են ամբողջությամբ իրենց օգտին։ Շուտով մենք միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ կոչենք ուժեղ եւ վստահելի հանրահավաք, քանի որ միայն այդ դեպքում մենք կկարողանանք ռեալ մեր ժողովրդի աջակցությունը ստանալ այդ հանրահավաքին։ Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարում են փակված։ Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստի ավարտին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նիստի ավարտին հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը։ Դահլիճում ներկա էին միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները։ Հիշեցնենք, որ ընդդիմությունը Ազգային ժողովի հունիսի 16-ին մեկնարկած քարոզիային չի մասնակցել։ Հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված։ ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Մասուդ Փեզեշքյանը ստորագրել են պատերազմի ավարտին ուղղված նախնական փաստաթուղթը, որն անմիջապես ուժի մեջ է մտել։ ԱՄՆ նախագահը փոխըմբռնման հուշագիրը ստորագրել է Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հյուրընկալած պետական ընթրիքի ժամանակ։ Թրամփը նշել է, որ համաձայնագիրը կկանխի տնտեսական աղետը։ Այդուհանդերձ նա նախազգուշացրել է, որ եթե վերջնական համաձայնագիր չկնքվի, ապա ԱՄՆ-ն կրմբակոծի Իրանը։ Թեհրանը հաստատել է, որ Փեզեշքյանը նույնպես ստորագրել է փաստաթուղթը։ Այս հայտարարություններից հետո նավթի գները նվազել են։ Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, Հորմուզի նեղուցի վերաբացում, Իրանի վերակառուցման 300 միլիարդ դոլարի ծրագիր եւ Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցների վերացում։ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է քննարկվի հուշագրի ստորագրմանը հաջորդող 60 օրվա բանակցությունների ընթացքում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնության դեպքում։ Հորմուզի նեղուցով անցնելու համար турքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Հորմուզի նեղուցով անցման համար ծառայության турքերի վճարումը պաշտոնապես ամրագրվել է փոխըմբռնման հուշագրում։ Ասել է նա, հավելելով, որ Հորմուզի նեղուցը չի վերադառնա մինչ պատերազմյան վիճակին։ Ենթադրվում է, որ Իրանը կսկսի նավերից վճար գանձել նեղուցով անցման համար ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60 օրվա ժամանակահատվածի ավարտից հետո։ Ղալիբաֆը նաև նշել է, որ Լիբանանը բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է։ Շարունակենք թողարկումը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է ապրիլյան քարոզիա պատերազմին առնչվող գործերով առաջին վճիռը։ Մի այդ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն ի թիվս այլնի Եվրոպական դատարանն արձանագրել է Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը։ Ադրբեջանը ըստ վճռի պարտավորվում է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։ Միեդի վճռում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ապրիլյան քարոզիա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը դարանակալել են հայկական զինուժի զինծառայողներին, վիրավորել նրանց, հետո գլխատել եւ պղծել նրանց մարմինները։
Հայաստանն այս գործով ներգրավված է որպես երրորդ կողմ, ըստ դատարանի ընթացակարգերի։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը շարունակաբար հերքում է իր մեղավորությունը նմանօրինակ ծանր հանցագործություններին, բայց հենց ադրբեջանական լրատվական ալիքների նյութերը, որտեղ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները ներկայացրել են իրենց արարքները, կարևոր նշանակություն են ունեցել վճռի իրականացման գործում։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին հայտնեցին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։ Դավիթ Ղազինյանը հունիսի 17-ին ձերբակալվել էր ընտրակաշարք տալու նախապատրաստության մեղադրանքով, իսկ մինչև այդ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։ Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ներգրավված են փրկարար ծառայության 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր։ Օգտագործվում են նաև նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։ Նշենք նաև, որ Փամբակ գետի Վանաձորով անցնող հատվածից հեռացրել են 7-ամյա աղջնակի մահվան պատճառ դարձած խողովակը, որը ստացել էր մահաբեր անվանումը։ Հիշեցնենք, հունիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան 2 երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Երեխաները քույրեր էին։ Հունիսի 17-ին հայտնաբերվել էր քույրերից մեկի 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Հունիսի 1-ից 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ ու շուրջ 1,8 միլիոն հատ ծաղիկ է արտահանվել։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Աշխարհագրությունն ըստ ծավալների հետևյալն է. Վրաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելարուս և Ղազախստան։ Գևորգ Պապոյանի խոսքով մեկնարկել է նաև ծիրանի արտահանումը։ 162 տոննա ծիրան ենք արտահանել, 3 առաջին արտահանումներն են եղել Ուկրաինա և Վրաստան, տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը։ 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված հիմնական և ոչ հիմնական 162 շենք-շինություն։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել, դադարեցվել է 2 պայմանագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։ Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են նաև 2026 թվականին։ Շվեդիան $108 միլիոն է հատկացնում Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու նպատակով։ Այս մասին հաղորդել է Թագավորության պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն Շվեդիան 2022 թվականից ի վեր Կիևին ուղարկել է $128 միլիարդ շվեդական կրոնի, մոտավորապես $13 միլիարդ ռազմական օգնություն։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված նախաձեռնությունը չի նախատեսում նահանգների կողմից ուղիղ ռազմական աջակցություն Ուկրաինային։ Այն ենթադրում է, որ Կիևի համար ամերիկյան զենքը գնում են եվրոպական երկրները։